Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո։ Մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնի։ Երեք օրվա երկրորդ կեսից ողջ հասարակությունը զայրացած, ըմբոստացած, ուղղակի շոկի մեջ էր այն հարձակումը, որ գործեց Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում արցախցի կնոջ եւ նրա որդու դեմ։ Դրա բարոյական մարդկային կողմերին չեմ անդրադառնա, որտեղ դրա մասին շատ խոսվեց, շատ գրվեց, ամեն ինչ գրեթե ասվել էր, այնքան շատ ասվել, որ իշխանություններն հասկացան, թե ինչ գահավիժման մեջ են եւ փորձեցին չքմեղանալ ներողության ու տարբեր ձևակերպումների մեջ։ Բայց դե հիմար չեն հայրենակիցները։ Այսօր կանդրադառնամ երկու մեղադրանքի, որ երեք Նիկոլ Փաշինյանը տմարդի հնչեցրեց արցախահայության նկատմամբ։ Առաջին, թե 23 թվականին արցախահայությունը փախել է։ Այն, որ հասկանում եմ, որ այս իշխանությունը չունի բարոյական որևէ սահման եւ այդ օրերին անգամ հասկանում էի, որ գալու է մի օր այս մեղադրանքը տոտալ իշխանությունն օգտագործելու է արցախահայության դեմ, այդ պատկերացումով էլ ժամանակի պաշտպանության նախարարություն հարցում է ուղարկել 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների, նահատակ զինծառայողների մասին տեղեկություններ ստանալու։ Պաշտպանության նախարարությունը շատ մանրակրկիտ պատասխանել անուն, ազգանուն, հայրանուն, նահատակության պայման, վայր, պաշտոն, բանակում ունեցած պաշտոն, բայց մի բայցով դա ձևակերպել էր գաղտնի գրություն, որ հնարավորություն չունենամ այդ մասին խոսել։ Հետո տարբեր աղբյուրներից նաև կարողացա ստանալ այդ ցանկը եւ իրականում 2 տարի առաջ արդեն հրապարակել է եւ հրապարակեցի 3 եւս 265 հոգի Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորներ, որոնք մինչև վերջին շունչը կանգնել են 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի անհավասար մարտում։ Քաղաք սրտի այս մասին շատ ավելի մանրամասն չեմ կարող խոսել, որովհետև կա այստեղ գաղտնիության եւ մեր երկրի անվտանգությանը վնասելու։ Բայց դերևս մի օր Փաշինյանական այս ուղղակի թշնամական հարձակումներից հետո մի օր կարող է ասեմ, որտեղ կտրի կապ եւ ամեն ինչը բաց են, թե ոնց է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմը քաղաքական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դրժել պաշտպանության նախարարությունում բոլոր ընդունված կանոնակարգերը եւ դավաճանել Արցախի Հանրապետությանը, Արցախի պաշտպանության բանակին, իրենց ենթակա զինծառայողներին թողել մենակ, սրիկայաբար թողել մենակ, ու այսօր հոխորտում են, եթե փախնելու մասին հարցնում է Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ պաշտպանության նախարարություն որ գնա, այնտեղ որոշ մարդիկ կան, թող իրենց հարցնի, փախել է Արցախի պաշտպանության բանակը։ Եվ երկրորդը, միլիարդավոր դրամներ իբր Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ տվել Արցախի Հանրապետությանը։ Սուտ է, որովհետև այդ միլիարդավոր դրամներ կոչվածը, որ Հայաստանի պետական բյուջեից փոխանցում էր Արցախի Հանրապետությանը որպես վարկ, իրականում դա տնտեսական հարաբերություններ են, որտեղ Արցախում մաքսազերծում, հարկային, խոշորագույն տնտեսական միավորներ, որ գրանցված էին Հայաստանում, հարկ վճարում էին Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը իր տնից չի բերել որևէ լումա, որ համարում է, որ վճարել է Արցախի Հանրապետությանը։ Եվ եթե համարում է, որ վճարել է Արցախի Հանրապետությանը, ապա բարի լինի Արցախում, Շուշիում տրնգի տալուց, տարբեր միջոցառումներ կազմակերպելուց, անմտածված գործողությունների ժամանակ, իր ընդունելությունների համար, շաբաթը մեկ ուղղաթիռով Արցախ գնալ գալու ժամանակ, թող իր խժռած ուտելիքի փողը այդ միլիարդներից առնվազն հանի։ Սրա մասին դեռ առիթ ունենալու ենք խոսել, որտեղ այս իշխանությունը
որևէ կարմիր գիծ չի ճանաչում։ Հավերժ Փառք այն բոլոր նահատակների, որ Արցախում նահատակվեցին, բայց պաշտպանելով Սյունիքը, պաշտպանելով Վարդենիսը, պաշտպանելով Տավուշը։ Եվ եթե մենք ասում ենք Արցախի պաշտպանության բանակ ու խոսում ենք Արցախի մասին, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պաշտպանություն ապահովող այն առաջնագիծն է, եւ իրականում Արցախն ու արցախայությունը այն մահապարտներն են, որ այդ շատ չարչարված քարտեզի մեր բոլոր հայրենակիցներին առաջին հերթին պաշտպանողներն են։ Լավ մնաք, հանդիպենք։